191 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Նախընտրական մրցավազքը սկսվել է, բոլոր հիմնական ուժերը ժողովներ են անում, հանդիպում են ժողովրդի հետ եւ այլն, եւ այս օրերին արդեն հասարակությանը հուզող հիմնական հարցը ներքաղաքական իմաստով այն է, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի թիմին կհաջողվի հունիսի 7-ի ընտրություններում վերարտադրվել, հասնել իշխանության։ Հիմնականը այդ հարցն է, կարող են, թե չեն կարող։ Եվ ահա Ռոբերտ Քոչարյանը խորհրդանշական կարգախոսով ասում է միասին կարող ենք։ Նա ինչ-որ մեծ տպավորիչ հանդիպում է կազմակերպում, այնտեղ հայտարարում է, որ ահա իրենց վարչապետի թեկնածուն Հայաստան դաշինքի, այսինքն իրենք եւ դաշնակցություն, իրենց վարչապետի թեկնածուն հենց ինքն է եւ այո, իրենք անպայման մասնակցելու են այս առաջիկա ընտրություններին։ Ինչևէ, նաև ոչ միայն այդ քաղաքական ուժը, այլ բոլոր ուժերը բնականաբար բոլորի ուշադրությունը նաև տարածաշրջանային պատերազմի վրա է, բոլորը հայտարարում են նաև, որ Հայաստանը աննախադեպ բարդ իրավիճակում է, որովհետև մինչև այդ գոյություն ունեցած լավից վատից գոյություն ունեցած անվտանգային համակարգը փլուզվել է, նորը դեռևս չի ստեղծվել եւ երկար ժամանակ կարող է չստեղծվել, եւ այս բարդ իրավիճակը մեզ համար իհարկե չափազանց վտանգավոր է։ Առավել ևս որ Հայաստանը գտնվում է թույլ եւ խոցելի վիճակում։ Դա 100% ճշմարտություն է, պարզապես այստեղ մի հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք, սա աննախադեպ չի այս իրավիճակը։ Եվ մենք առաջին անգամ չէ, որ հայտնվում ենք այս վիճակում։ Ճիշտ այդպես 1990-91 թվականներին, երբ խորհրդային միությունը վերացավ, միջազգային անվտանգային համակարգը այո փլուզվեց, նորը դեռ չէր ստեղծվել, մեր տարածաշրջանում նույնպիսի նույնիսկ մասշտաբներով ավելի մեծ պատերազմ էր, հիշում ենք, Իրաքը զավթեց Քուվեյթը, հետո Միացյալ Նահանգները մեծ կոալիցիա ստեղծեցին 30 երկրների հետ, գրեթե 1 միլիոն ցամաքային զորքով ներխուժեցին Իրաք, մի խոսքով ահավոր մասշտաբային պատերազմ, էլի նավթամբարների ռմբակոծություններ, տասնյակ անգամ 100,000-ավոր զոհեր, էլի կրկնում եմ, միջազգային անվտանգային համակարգը փլուզված է, սովետական միություն չկա, նորը դեռ չի ստեղծվել, մեր տարածաշրջանում արյունալի պատերազմ է, եւ Հայաստանն էլ գտնվում է քայքայված վիճակում։ Պարզապես այն ժամանակ Հայաստանը քայքայված էր երկրաշարժի հետևանքով, հիմա քայքայված է Նիկոլ Փաշինյանի իշխանության գործունեության հետևանքով, բայց իրավիճակը ճիշտ եւ ճիշտ նույնն է։ Պարզապես այն անգամ մեր բախտը բերեց, մենք կարողացանք ունենալ այնպիսի իշխանություններ, որոնք ոչ միայն այդ իրավիճակից պատվով դուրս եկան եւ տարածքային կորուստներ չունեցան, այլ դուրս եկան հաղթանակով, հաղթանակած վիճակում, այնպես որ հիմա երբ ասում են, որ այսպիսի աննախադեպ բարդ իրավիճակում են գտնվում, ես ուղղակի ասեմ, որ չէ, աննախադեպ չի, այդ իրավիճակը էլի է եղել, այդ իրավիճակը մենք պատվով հաղթահարել ենք եւ մարդիկ, ովքեր իսկապես մտահոգված են այս իրավիճակով, հիմա պիտի իրենց հարց տան նախ իսկապես սա աննախադեպ է, թե մինչև էլ է եղել եւ եթե եղել է, ապա ինչպես ենք դա հաղթահարել։ Առավել ևս որ այն քաղաքական ուժը, որը այն ժամանակ կարողացել է դա հաղթահարել, հիմա էլ քաղաքական դաշտում է։ Դա նշանակում է, որ այսինքն օրինակն էլ կա, սովորողն էլ կա, սովորեցնողն էլ կա, չգիտեմ սովորողը կա թե չէ։ Ինչևէ, հիմա վերադառնանք ներքաղաքական իրավիճակին։ Ռոբերտ Քոչարյանը իր հանդիպման ժամանակ հայտարարում է, որ ինքը փաստացի միակն է, որպես վարչապետի թեկնածու, որովհետև ունի ահռելի փորձ եւ, չգիտեմ, քաղաքական եւ տնտեսական եւ SS ինքը երկիրը ոտքի է հանել իր կառավարման 10 տարիների ընթացքում եւ այլն, ինչեւ է։ Մարդը ասում է, ահա ես եկել եմ եւ մասնակցելու եմ ընտրություններին։ Հիմա արդեն քաղաքացիական պայմանագիրը կարող է թեթևացած շունչ քաշել, որովհետև այո իսկապես նրանք գուցե միասին կարող են։ Ամբողջ խնդիրն այն է, որ տեսեք իշխանությունները սրանից 5 տարի առաջ կարողացան վերարտադրվել միայն այն բանի շնորհիվ, որ հասարակությանը ներկայացրեցին, թե տեսեք մեր այլընտրանքը միայն նախկիններն են, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանն է, եթե մենք չլինենք իրենք են գալու եւ դա մեծ հաշվով աշխատեց այդ մոդելը։
Հիմա այնպիսի իրավիճակ է, երբ որ կարող է եւ այդպես չլինել, որտեղ իշխանությունները դրանից հետո շատ լուրջ կորուստներ են ունեցել, Արցախն են կորցրել, նվաստացած վիճակում է Հայաստանը եւ այլն չթվարկեմ եւ իշխանությունները պիտի որ շատ մտահոգված լինեին, որտեղ իրենք էլ այցելում են մարզեր եւ տեսնում են հասարակության իրական տրամադրվածությունը։ Եվ ահա Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ նրանց օգնության ձեռք են մեկնում, հայտարարելով, որ ինքն է հիմնական թեկնածուն եւ ընդհանրապես միակն է, որը կարող է երկիրը դուրս բերել այս վիճակից։ Նահանջ ենք տալիս։ Իրենից բացի էլ ով է նման բան հայտարարում։ Բացի Ռոբերտ Քոչարյանից։ Ճիշտ է, իրենից բացի նման բան հայտարարում են միայն իշխանությունները։ Միայն քաղաքացիական պայմանագրի քարոզչական էթիսկայական թիմը։ Այդ իրենք են, որ անընդհատ ասում են, որ գիտեք ընդդիմություն ինչ Սամվել Կարապետյան, չգիտեմ ինչ Գագիկ Ծառուկյան, դրանք իրականում իրենց ձայները սկուտերի վրա մատուցելու են Ռոբերտ Քոչարյանին, նա է իրական թեկնածուն ընդդիմության։ Այսինքն ասում են բառացի, այլ ինչ ասում է Ռոբերտ Քոչարյանը, ասում է ես եմ ընդդիմության իրական թեկնածուն եւ իրեն կրկնում են այդ թեզը, առաջ են տանում, քարոզում են Հայաստանի իշխանությունները, որը մեկին չի հետաքրքրում, թե ինչ է այդպես։ Տեսեք, եթե իշխանությունները իսկապես ված գային Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունից վախենային եւ այլն, ինչ պիտի անեին, դե հակառակը չէ, փորձեին պարակտել ընդդիմադիր դաշտը, պիտի ասեին, չէ, Ռոբերտ Քոչարյանը ինչ միասնական թեկնածու, դե բա ուրիշ ուժեր չկան, տեսեք ուրիշներն էլ կան, այսինքն որպես պարակտել։ Նրանք հակառակն են անում։ Նրանք բոլորին զորով բերում կպցնում են Ռոբերտ Քոչարյանին։ Ասելով, որ այն ինքն է, այդ բոլորը սուտ են, մեր ձևով շարժում, առաջարկ Հայաստանի մյուսները ասում են, դրանք սուտ են, դրանք մատուցել իրենց ձայները նվիրելու են Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նա է ընդդիմության թեկնածուն, այսինքն իշխանությունների այլն դրանք։ Ինչ ենք սա ասում այս ամենը, որովհետև հիմա կարող է հարց առաջանալ, չէ, թե լավ, թե քաղաքական ուժերը բա ինչ պիտի անեն այս իրավիճակում, կամ հասարակությունը շարքային ընտրողը ինչ պիտի անի։ Ինչ ուզում են թող անեն, ես ընդհանրապես ասում եմ, որ քաղաքական խճանկար այս Ռոբերտ Քոչարյանի առաջադրումով Աստուն ամեն ինչ տեղն ընկավ, քաղաքական խճանկարը լրացավ։ Եվ կարող ենք արձանագրել, որ այսօր փաստացի ունենք ճիշտ եւ ճիշտ նույն իրավիճակը, ինչ 2021 թվականի ընտրություններից առաջ։ Ավելին այն ժամանակ, երբ որ առաջարկվում էր, որ երեք նախկին նախագահները ընդհանրապես չմասնակցեն իրենց դեմքերով, ի տարբերություն այդ ժամանակ, դեռ այն ժամանակ հարց կար, չէ, բա ով պիտի լինի, ում դեմքով պիտի մասնակցեն ընտրություններին, հիմա այդ դեմքը կա, հստակ է, չէ, հիմա այդ դեմքը արդեն կա Սամվել Կարապետյանը եւ հիմա Ռոբերտ Քոչարյանը նորից ինչպես 21 թվականներին գալիս է մերժում է, չէ, ասում է ես եմ։ Եվ դրանով իսկ այդ մեծ նախընտրական այդ փայլուն նվերը մատուցում է գործող իշխանություններին։ Անկախ նրանից է հասկանալի է, չէ, որ ինչ եմ սա ասում, որովհետև այս իրավիճակը գալիս է ցույց տալու, թե ինչը եւ որը նրանք իսկապես միասին կարող են վերարտադրել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւ այո, գուցեև դրա դիմաց, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանը իր դաշինքը ինչ-որ մի փոքր հատվածով կարող են մաս կազմել ապագա խորհրդանի, այնպես ինչպես հիմա առանց որևէ ազդեցություն ունենալու ուղղակի այդպես նիստերի ժամանակ շոուները ներկայացնելով, շոուների տեսք տալով հասարակությանը զբաղացնելու իմաստով, որևէ այլ դերակատարում կարծես թե նրանք մինչև հիմա չեն ունեցել, ուղղակի սա ասում եմ, որպեսզի շարքային ընտրողը իմանա եւ հասկանա, որ մեծ հաշվով գործող իշխանություններին քաղաքացիական պայմանագրին թե Հայաստան դաշինքին ձայն տալու միջև էական տարբերություն չկա արդյունքների առումով, որովհետև երկու դեպքում էլ դա նպաստելու է այսօրվա գործող իշխանությունների վերարտադրության, անկախ նրանից դա ինչպես կձևակերպվի, ինչպես կարվի, մարդիկ պիտի իմանան։ Հիմա կա այլ ընտրանքը, կա այդպիսի բևեր ձևավորելու ռեալ հնարավորություն, ինչը 21 թվականին չկար, եւ Նիկոլ Փաշինյանը հիմա գտնվելով շատ ավելի ծանր վիճակում, դիմում է նույն հնարքին, Ռոբերտ Քոչարյանն էլ նույն հաղթական կեցվածքով, այսպես նույն քայլով մտնում է քաղաքականություն, բնականաբար արդյունքը մեծ հավանականությամբ կարող է լինել նույնը։ Այսօր այսքանը կհանդիպենք։